բոլորին էլ հայտնի է, որ Հոբիկ Աղազարյանի այդ 4 կողության պատճառով դուրս չեկավ, մանդատը չդրեց, դրա համար դուք այսօր այստեղ եք։ Ինչու գլխավոր դատախազը պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետևից չէր գնում խորհրդարան, երբ Աղազարյանը իշխող թիմում էր, բոլոր ԿՊԱ-կանների պես պաշտպանում էր Փաշինյանի քաղաքական գիծն ու չէր մերժել մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը։ Ընդդիմադիր պատգամավորները գլխավոր դատախազից այս հարցի պատասխանն էին պահանջում։ Քանի որ մենք գործ ունենք բազմադրվակ կաշառքի սխեմայի հետ, մեր նպատակն էր ամբողջական ծավալով ապահովել քննությունը եւ ազգային ժողով գալ միայն այն ժամանակ, երբ մենք պատրաստ կլինենք գործը ուղարկել Խորհրդարանում այսօր քննարկում էին Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ 2 քրեական գործով Աղազարյանը կասկածվում է կոռուպցիոն գործարքների համար։ Ըստ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի Աղազարյանին առաջարկել են խոշոր կաշառքի դիմաց միջնորդել ոչխարներ արտահանել Արաբական Միացյալ Էմիրություններ առանց կարանտինի կեղծ փաստաթղթերով։ Ըստ քրեական գործի քաղաքացիներ Սլավիկ Կարապետյանն ու Աշոտիկ Կամավոսյանը ցուցմունքներ են տվել, որ Սևանում հանդիպել են իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանին ու առաջարկել գործարքը։ Աղազարյանի հետ առանձնազրույցի ընթացքում Սլավիկ Պողոսյանը Աշոտիկ Կամավոսյանի անունից առաջարկել է 200-ից 300,000 դոլար, 150-ից 200,000 գլուխ գյուղատնտեսական կենդանիների արտահանման գործընթացը կազմակերպելու համար։ 300,000 դոլար կաշառք։ Հայաստանում այդքան ոչխար չկա։ Հայաստանում այդ պայն եղել է 600,000 ոչխար, սա բոլորը միասին վերցրած ամբողջ Հայաստանում։ Երբեք չի եղել ինձ գումար առաջարկելու խոսակցություն եւ հետեւաբար քանի որ չի եղել ինձ գումար առաջարկելու խոսակցություն, ես չէի կարող նաեւ կամ համաձայնություն տալ կամ հրաժարվել։ Մյուս քրեական գործով էլ Արամ Մկրտչյան անունով քաղաքացին ցուցմունք է տվել, թե Աղազարյանին 23,000 դոլար է տվել, որ միջնորդի բազմաբնակարան շենքի կառուցապատման թույլտվության համար։ Աղազարյանը գործը տապալել է, գումարը հետ չի տվել։ Այսպես կոչված 23,000 դոլարի կաշառքի գործով ոչ մի անգամ չեմ հարցաքննվել։ Պատգամավոր Աղազարյանը պնդում է, որ այս քրեական գործի մասին տեղեկացել է գլխավոր դատախազի միջնորդագրից։ Իրեն ոչ մի անգամ չեն հրավիրել հարցաքննության, երբ այս գործը ըստ գլխավոր դատախազի 2023-ից է հարուցվել։ Աղազարյանն ասաց, իր դեմ ցուցմունք տված մարդուն 8,000 դոլար պարտք է եղել, վերադարձրել է։ Բացի այդ, դեռ 2024-ի հունվարին ոստիկանություն է դիմել այդ զրպարտության համար, բայց գործին ընթացք չեն տվել։ Գրողը տանի, ո՞նց է, մի հատ ուղիղ ցուցմունք չկա։ Ինքը խոսացել է, ձանագել է, ուղարկել է, դա անուղակի ցուցմունք է, դուք ո՞նց եք հիմք ընդունում եք, ես չէ իրավաբան լինելով անհանգստանում եմ։ Բնականաբար քաղաքական ճնշումը վարչապետի հրահանգով է, ինչի մասնախոսքը, ինչ կասկածка։ Վարչապետի հրահանգով է եւ բոլոր ինստիտուտները բացի բանից ներքին գործերի համակարգից բոլոր ինստիտուտները լծված են այդ գործի վրա։ Պատգամավոր Աղազարյանի ու իշխող քաղաքացիական պայմանագրի հարաբերությունները լարվեցին անցած տարեվերջին, երբ Փաշինյանը SMS-ով խնդրել էր Աղազարյանը մանդատը վայր դնի։ Նա մերժեց, հետո Աղազարյանին հեռացրին կուսակցությունից ու խմբակցությունից։ Ընդդիմադիրները հենց այս հիմքով էլ պնդում էին, որ սա հաշվեհարդար է նախկին թիմակցի նկատմամբ ու գլխավոր դատախազը իրենց ձևակերպմամբ քաղաքական պատվեր է կատարում։ Միջնորդագրի հետ կապ չունեցող եւ միջնորդագրի շրջանակներում չներկայացված ապացույցին վերաբերյալ որևէ դիրքորոշում չեմ հայտնելու։ Տեսնում ենք, որ մեր ընդդիմադիր գործիչները ստեղ եկել են ոչ թե ձեզ պաշտպանելու, այլ իրանք եկել են իրանց հասանելի քաղաքական դիվիդենդը քաղելու եւ տանելու համար։ Նախկին թիմակիցներն էլ Աղազարյանին ու գլխավոր դատախազին հարցեր ունեին, քրեական գործի բովանդակությունից մինչև քաղաքական։ Դուք այս քրեական գործի գոյությունը կապում եք այն բանի հետ, որ դուք հրաժարվել եք մանդատը վայր դնելու կուսակցության, կրկնում եմ, կուսակցության հորդորին։ Ես չեմ կապում այդ մի գործը, չեմ կապում իմ հետ տեղի ունեցած այս վերջի երևույթների հետ։ Իսկ երկրորդը միանշանակորեն կապում եմ այդ հանգամանքի հետ։ Աղազարյանը հայտարարում էր, թե Փաշինյանն իրեն մեկուսացնում է քաղաքականությունից, քանի որ ներթիմային հարցերում երբեմն ընդդիմացել է նրա քաղաքական դիրքորոշումներին։ Հիմա ձեզ ուղիղ հարց եմ տալիս։ Կարող եք ասել, օրինակ, այսում խոսքերն են արված մոտավորապես ամիսներ առաջ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնող նիստի ժամանակ։ Մենք աշխարհի ամենալավ իշխանությունն ենք։ Իմ խոսքերն են։ Չեմ հրաժարվում եւ ասացի, որ չեմ հրաժարվում, պարոն Գաբրիելյան, բայց այն բանից հետո որ դուք ինձ
Հերացնեցիք կուսակցությունը, արդեն դուք ամենալավը չեք։ Եվ շատ վատն եք։ Բայց իմ խոսքերն են։ Տիկին դատախազ Հովիկ Աղազարյանի հայտարարության համար, որ իրենք ամենալավ իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը հավերժ պետք է պաշտոնավարի, մենակ այդ արտահայտության համար միջնորդեք ցմահազատազրկումները։ 6 ժամ տևած քննարկման ընթացքում ընդդիմադիրները փորձում էին հիմնավորել, որ գլխավոր դատախազին քաղաքական պատվերն է խորհրդարան բերել։ Արսեն Թորոսյանը կոവിഡ്ի գործով հարցաքննվեց, որևէ զարգացում այդպես էլ չեղավ, որովհետև Արսեն Թորոսյանը լոյալ է Նիկոլ Փաշինյանին եւ օրը 30 հարցազրույց է տալիս արդարացնելու համար Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները։ Անիֆի գործով լռեք, Անիֆի գործով որևէ զարգացում այդպես էլ տեղի չի ունենում, որովհետև Նիկոլ Փաշինյանը այս պահի դրությամբ գործող անձանց մասով նպատակահարմար չի համարում, որ տեղի ունենան իրավական պրոցեսներ։ Քննարկումը վաղը կշարունակվի, հաջորդը ընդդիմադիր պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է։ Երևանի նախկին քաղաքապետի գործով կասկածներ կան, որ նա մանկապարտեզների ու դպրոցների տարածքներ է ապօրինի օտարել։ Տարոն Մարգարյանը դա համարում է քաղաքական հետապնդում։ Այս հարցով քննարկման ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցի։ Քվեարկությունը գաղտնի է, իշխող թիմի ձայները բավարար են անձեռնմխելիությունից զրկելու համար։